Կարմիր գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար գյուղատնտեսությունն արդեն գիտահեն է։ 1 ամիս առաջ դաշտից հող բերեցին, որակը ուսումնասիրեցին, առկա սննդատարերի քանակը որոշեցին եւ իրենց կրթական ջերմոցում սկսեցին փորձարարական մշակություն։ 10 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ եւ 3 մետր բարձրությամբ ջերմոցում շուրջ 10 տեսակի մշակաբույս են աճեցնում։ Արդեն ունեն առաջին բերքն ու ուսումնասիրությունների առաջին գնահատելի արդյունքը։ Ցանքը կատարել ենք սեպտեմբեր ամսին, սակայն քանի որ այստեղ միշտ նույն ջերմաստիճանն է, կարելի ասել բույսեր կան, որ սիրում են տաքություն, բույսեր կան, որ չեն սիրում տաքություն, դա է խնդիրը, որ հիմա բույսերից շատերը լավ են աճել, իսկ մնացածը չէ, սակայն մենք չենք տխրում, քանի որ սա ուսումնական ջերմոց է եւ մենք փորձերի շնորհիվ պետք է հասկանանք, ինչպես ասում են, մենք մեր սխալների վրա պետք է սովորենք։ Առաջին մշակությունն իրականացրել են առանց պարարտանյութերի։ Չափիչ սարքը ցույց է տալիս, որ օրինակ բողկի մեջ նիտրատների քանակը ցածր է թույլատրելի նորմայից։ Աշակերտների միջոցով տարածել օրգանական գյուղատնտեսության անցնելու կարևորությունը։ Այն է, ինչին ձգտում է շրջակա միջավայր եւ առողջություն հասարակական կազմակերպությունը, Եվրամիության կապույտ դպրոցներ նախագծով իրականացվող բնահեն լուծումներ Սևանա լճի պահպանության համար նախաձեռնությամբ։ Թունաքիմիկատներից ազատման մեթոդներ, ջրախնայող տեսակներ, կոմպոստացման եւ տարբեր մշակաբույսեր, որոնք քիչ ջուր են ավելի պահանջում ոռոգման համար, նույնպես կաճեցնեն ջերմոցում եւ իհարկե իրենք ուսումնասիրեն արդյունավետությունը։ Այս ջերմոցը նպատակ ունի նաեւ որպեսզի երեխաները մոտենան նաեւ գիտությանը, իրեն գիտական հետազոտություններ անեն, տեսնեն թե ինչ տարբեր բնահեն լուծումներ կան, որոնք կարող են ներդրվել իրենց համայնքներում, որոնք իհարկե բոլորը նպատակաուղղված են Սևանա լճի պահպանությանը։ Երեխաները սովորելով այստեղ կարող են միջավայրում, շրջապատում եւ գյուղի մասշտաբով կարողանան ինչու՞ չէ նաեւ կրթել, սովորեցնել բույսերը ոնց են մշակում, ինչքանով են բույսերը էկոլոգիապես մաքուր լինում եւ ընդհանրապես ինֆորմացիան տարածել։ Կրթական ջերմոցի աշխատանքները համակարգում է դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Սուսաննա Մարդոյանը։ Ուշագրավ փաստ է արձանագրել։ Իրենց հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներին դժկամությամբ մասնակցող աշակերտները հետաքրքրությամբ եւ պատրաստակամությամբ անում են նույն աշխատանքը ջերմոցում։ Մենք ունենք հարթակ, որտեղ հենց գրում եմ աշակերտներ ջան, այսօր այս աշխատանքներն ենք իրականացնելու, իրենք միանգամից ընկեր Մարտոյան, մենք պատրաստ ենք բոլոր գործերը մի կողմ եւ մենք սկսում ենք մեր աշխատանքները։ Մոլախոտերից ենք ազատում, ջրումը պարտադիր։ Փորձարարական մշակաբույսերի ոռոգման համար նաև անձրևաջուր են հավաքում, ջրի որակը նույնպես ստուգում են։ Գալիք տարվա համար արդեն հաջորդ փորձարարությունն են ծրագրել։ 10 հողակտորները 2 մասի են բաժանելու, մշակությունն իրականացնելու են օրգանական ու քիմիական պարարտանյութերով, ցույց տալու դրանց առավելություններն ու վտանգները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։